Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման գործող մեխանիզմը կփոխվի։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության մարտի 5-ի նիստում, որով նախատեսվում է ներդնել շարժիչի հզորության հաշվարկման ավելի արդար եւ միատեսակ մեթոդաբանություն։ Նոր կարգավորմամբ հիմք է ընդունվելու ոչ միայն առավելագույն կամ պիկային հզորությունը, այլ արդյունավետ կամ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված ցուցանիշը, ինչի արդյունքում բազմաթիվ սեփականատերերի համար գույքահարկը զգալիորեն կնվազի։ Կառավարության հիմնավորմամբ գործող մեխանիզմը հաճախ չի արտացոլում էլեկտրամոբիլների շարժիչի իրական հզորությունը, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ վճարում են ավելի բարձր գույքահարկ, քան պետք է լիներ։ Նոր որոշմամբ սահմանվում է, որ եթե էլեկտրամոբիլը ԵԱՏՄ շտեմարանում ունի լրացված էլեկտրոնային անձնագիր, ապա հաշվարկման հիմք կընդունվի հենց այդտեղ նշված հզորությունը։ Եթե նման տվյալ չկա, կգործի նոր գործակցային մեխանիզմը։ Մինչև 250 ձիաուժ հզորության դեպքում ցուցանիշը կբաժանվի 1,5 գործակցի, իսկ 250 ձիաուժից ավել հզորության դեպքում առաջին 250 ձիաուժը կհաշվարկվի 1,5, իսկ մնացած մասը 2,5 գործակցով։ Հարցը կառավարության նիստում ներկայացնելիս ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ փոփոխության առաջարկը եղել է քաղաքացիներից, քանի որ անցած տարվա ընթացքում ստացվել էին բազմաթիվ դիմումներ գործող հաշվարկման կարգը վերանայելու պահանջով։ Նրա խոսքով նպատակը գույքահարկի հաշվարկման կանոններում միատեսակություն ապահովելն է եւ շարժիչի հզորության այդպիսի չափանիշ կիրառելը, որ ավելի մոտ կլինի մեքենայի իրական շահագործման հնարավորություններին։ Կառավարության որոշումից հետո ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը թեմային անդրադարձել է առանձին տեսաուղերձով, նշելով, որ մեթոդաբանության նպատակը գույքահարկի հաշվարկը քաղաքացիների համար ավելի արդար, կանխատեսելի եւ հասկանալի դարձնելն է։ Այսօր շատ էլեկտրամոբիլների սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր, քան իրականում պետք է լիներ։ Պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում շարժիչի իրական հզորությունը։ Ձեր կողմից արդարացիորեն բարձրացված այս հարցը մենք մանրամասն ուսումնասիրել ենք։ Մշակել շարժիչի հզորության հաշվարկման նոր, առավել օբյեկտիվ մեթոդաբանություն։ Ներկայացված հաշվարկներով նոր մեթոդաբանության դեպքում որոշ մեքենաների համար գույքահարկը կնվազի ավելի քան 3 անգամ։ Արփինե Սարգսյանը մանրամասնել է։ Եթե ձեր էլեկտրոմոբիլը 2025 թվականի արտադրության է, շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, այսօր դրա համար վճարում եք մոտ 133,000 դրամ գույքահարկ։ Նոր հաշվարկով կվճարեք մոտ 43,000 դրամ։ Մեկ այլ օրինակ, եթե շարժիչի հզորությունը 544 ձիաուժ է, այսօր գույքահարկը կազմում է մոտ 666,000 դրամ։ Նոր մեթոդաբանությամբ այն կկազմի մոտ 276,000 դրամ։ Թեմային առանձին տեսանյութով անդրադարձել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, շեշտելով, որ որոշումը կարևոր փոփոխություն է էլեկտրամոբիլների սեփականատերերի համար եւ փաստացի բերում է հարկային բեռի էական նվազման։ Էլեկտրոմոբիլների գույքահարկի մասին նշեմ, որ էլեկտրոմոբիլների գույքահարկը կտրուկ իջնում է, իհարկե կառավարության որոշումը այսօր ընդունվել է, կարող եք նայել որոշումը, բայց երկու օրինակով ներկայացնեմ, թե ինչքան է իջնում։ Օրինակ, այսպիսի մեքենա կա Zikr 001 Այդ մեքենան 2025 թվականի արտադրության է, իրենց գույքահարկը մինչև փոփոխությունը 666,000 դրամ է։ Փոփոխությունից հետո կլինի ընդամենը 276,000 դրամ։ Երկրորդ մեքենան ավելի ցածր ձիաուժով մեքենա է, մեքենայի անվանումն է BYD Song Plus։ Այս ուրեմն մեքենան ըստ էության 25 թվականի արտադրության եթե լիներ կվճարեր 133,400 դրամ գույքահարկ, բայց փոփոխությունից հետո վճարելու է ընդամենը 43,500 դրամ, այսինքն ավելի քան 3 անգամ պակաս։ Փոփոխությունը տարածվելու է նաև արդեն գրանցված էլեկտրամոբիլների վրա, սակայն հետադարձ վերահաշվարկ չի իրականացվելու։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված մեքենաների դեպքում նոր հաշվարկը կկիրառվի հենց այդ օրվանից, իսկ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից։ Մինչև այդ ճանապարհային ոստիկանության հարթակում քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց մեքենաների շարժիչի հզորության թարմացված տվյալներն ու նոր հաշվարկը առանց լրացուցիչ դիմումներ ներկայացնելու։ Սոնա Գիշյան,